Հայաստանի օդային սահմանը հատել է ադրբեջանական Silk Way օդանավը։ Sputnik Armenia-ի լրագրողն է ֆիքսել այն։ Նման թռիչք եղել է, ինչ է տեղափոխել օդանավը։ Իսկ նորմալ է, որ ադրբեջանական օդանավը, որ հայտնի է զենք տեղափոխելով, հատել է Հայաստանի օդային սահմանը։ Հիմա սկզբից նման թռիչք եղել է։ Հայաստանի Հանրապետության ավիացիայի մասին օրենքի ցանկացած քաղաքացիական օդանավ, որը հատում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքը, հատուկ թույլտվության կարիք չունի։ Այդ իսկ պատճառով չեմ կարող ոչ հաստատել, ոչ շղթել որևէ թռիչք իրականացվել է, թե ոչ։ Հայաստանի քաղավիացիայի մասին օրենքում տարանցիկ թռիչքների կարգավորումը սահմանված չէ առանձին հոդվածով։ Այդ թռիչքները ենթարկվում են օդային տարածքի օգտագործման եւ օտարերկրյա օդանավերի Հայաստանի օդային տարածքով թռիչքների վերաբերյալ ընդհանուր իրավական դրույթներին։ Քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն ստորագրված չէ, ադրբեջանական օդանավերի, այն էլ զենք տեղափոխող օդանավերի համար հատուկ հսկողություն պետք է իրականացվի, նշում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Սա խնդրահարույց է եւ սա լրիվ առանցին կարգավորվող հարց է։ Ակնհայտորեն Ադրբեջանը չավարտված պատերազմի պայմաններում տարածքի տրամադրումը ադրբեջանական ռազմական մատակարարության բնականաբար անընդունելի է։ Այն մոտեցումները կսկտոր, որոնք այս կամ այն կողմից փորձում է իշխանության ներկայացուցիչները ներկայացնել, հիմնավորել, մի բանը հերքել, մի բանը հաստատել եւ այլն, սրանք որևէ արժեք ըստ էության չունեն։